Պարոն Սարգսյան, իհարկե մենք աշխատանքային կարգով օրերս գլխավոր շտաբ պետերակալ գեներալ Երոյանի հետ շատ մանրամասն քննարկել ենք, դրա համար շատ հարցերի կարիք չկա, ուղղակի քանի որ նիստը հրապարակային էր, մի հարցի շուրջ էր ուզում որ պարզաբանում տայք, խնդրել էի ճշտել պարոն գեներալից, թե Այդ իրականում բարեկային ծառայություն առանց ատեստացիայի շատ բարձր վարձատրվում է եւ հարաբերական զինված ուժերում շփումների զինծառայողների շատերը, ովքեր նաեւ մարտական հերթապահություն են իրականացնում, այդ խայտառակ անհավասարությունից շատ դժգոհ են։ Հիմա սերժանտական ինստիտուտի ներդրման դեպքում սերժանտի աշխատավարձի չափը որքան է լինելու եւ արդյոք հավասարազոր է լինելու պայմանական ասեմ բարեկային ծառայողի աշխատավարձին, որ նաև մի բաներ մարդիկ պատկերացնեն։ Շնորհակալություն, ես թվերը հնչեցնեմ, համեմատությունը ես չեմ կարող ասել, որտեղ տեղյակ չեմ, թե բարեկային ծառայողները որքան են ստանում։ Տեսեք, մեզ մոտ կան խմբեր, այսինքն հստակ մեր պաշտոնները դասակարգված են խմբերով։ 7-4 խմբի սերժանտի համար նախատեսված է նվազագույնը 222,000, իսկ ատեստավորվելու պարագայում կկազմի 400 մոտ, ես մոտ եմ ասում, մոտ 490,000 դրամ։ 9-8 խմբի սերժանտի համար նվազագույնը 362,000, ատեստավորվելու պարագայում կկազմի շուրջ 630,000 դրամ։ Իսկ 9 խմբի համար մոտ 400,000, ատեստավորվելու դեպքում կգերազանցի 670,000 դրամը։ Էգ, ելույթումս կանդրադառնամ։ Սերժանտ ենք պատրաստում։ Պետությունը գումար է ծախսում։ Դասընթացներ, ամիսներով դասընթացներն անցնում են։ Եթե այդքանից հետո պետությունն ասում է մի հատ էլ ատեստացիա հանձնի, ուրեմն նշանակում է այդ ուսումնական ծրագիրը թերիա կատարվել։ Այսինքն ո՞րն է տրամաբանությունը, երբ որ հատուկ ծրագրով սերժանտների պատրաստման այդ ամբողջ գործընթացը տեղի է ունենում, դրանից հետո դեռ կասկածում ենք, թե այս սերժանտը, որին վստահվելու է ընդհանրենք դասակի հրամանատարությունը, բաշտի սերժանտ, գումարտակի, դեռ կասկածում ենք, ասում ենք արի ֆիզո հանձնի, արի կրակային հանձնի։ Խնդրեմ։ Պարոն Մանուկյան, տեսեք, նույնիսկ չատեստավորված սերժանտը կարծում եմ 400,000 դրամ աշխատավարձը, որը ես նշեցի, բավականին սերժանտի հաստիկ զբաղեցնող զինծառայողի համար բավականին շոշափելի աշխատավարձ է եւ ատեստավորման process-ը ինքնին իրեն ավելի ձգելու է, ավելի նպատակաուղղելու է դեպի իր գործառույթների ավելի լիարժեք իրականացմանը եւ կարծում եմ, որ նվազագույն շեմը 400,000, 362,000 դրանք փոքր աշխատավարձեր չեն սերժանտի կոչումով զինծառայողի համար եւ սա մի խթան է հանդիսանալու, որպեսզի ինքը եւ որակական փոփոխությունների ենթարկվի եւ նաեւ իր ֆինանսական վիճակը բարելավի, որտեղ 400,000 եւ շուրջ 700,000, 675,000 դրամի մասին է խոսքը։ Դա քիչ չէ ըստ ինձ։ Հարակից զեկուցման համար պետք է ձայնի տայի Փայակ Ալեքսանյանին, բայց ես հանդես կգամ, Փայակ Ալեքսանյանը բացակայում է։ Պարոն Մանուկյանը նշեց, որ մենք ունեցել ենք աշխատանքային բավականին լուրջ քննարկում գլխավոր շտաբի պետի տեղակալի մասնակցությամբ եւ մեծ հետաքրքրող հարցերի հետ կապված ամենայն խորությամբ անցել ենք բոլոր փուլերը, բացառությամբ աշխատավարձի երևի այս փուլից Ես կարծում եմ, պարոն Սարգսյան, մեր գործընկերը խոսում էր բազային աշխատավարձի դրույքաչափերի մասին, պարոն Մանուկյան, այդ դրույքաչափերը միշտ կարելի է նայել, բայց ատեստավորումը վերցված է հիմք, նաև որպես ուսուցում եւ աշխատավարձ փոխկապակցությունը պահելու համար։ Ուստի ես առաջարկում եմ երկրորդ ընթերցմամբ ընդունենք այս օրինագիծը, որը բանակի ռեֆորմների հետ կապված ամենակարևորներից մեկն է, գուցե ամենակարևորը, որովհետև այսօր պարոն Սարգսյանի հետ մենք մասնակցում էինք ռազմական ոստիկանության 33 ամյակի հետ կապված միջոցառմանը, որտեղ շատ հիշողություններ արթնացան, թե ինչից սկսել ենք, ինչի համար ենք սկսել եւ ուր ենք հասել եւ այսօրվա թվերը, երբ որ վերլուծում է գլխավոր շտաբը, տեսնում ենք, որ ուժային միջամտության շնորհիվ հանցավորության դեմ պայքարի էֆեկտիվ մենք
պատկեր ունենք, բայց դա բավարար չի մեր նպատակին հասնելու համար եւ սերժանտական համակարգի կայացման հետ մեկտեղ բանակում լրիվ այլ միջավայր կառաջանա։ Ուստի ես առաջարկում եմ, որպեսզի կողմ քվեարկենք երկրորդ ընթերցման արդեն ներկայացված նախագիծը այս ձևով եւ խնդրեմ հարցեր ինձ հարցեր չկան հերթագրում ելույթների համար Գեղամ Մանուկյան խնդրում։ Մի բան էլ հիշեցնեմ, պարոն Մանուկյան, բնականաբար լիագումար նիստում մենք այն ինչ որ լսել ենք ավելի ծավալուն հիմա մենք չենք կարող քննարկենք եւ շատ սահմանափակ նախադասություններով պետք է ներկայացնենք, որովհետեւ առաջարկներ չկան, չէ՞, ոնց որ շատ լավ։ Խնդրեմ, պարոն Մանուկյան։ Պարոն Քոչարյան ասել, մենք ունեցել ենք աշխատանքային քննարկում, տեղեկացնեմ, որ առաջին ընթերցմանը դեռ նպահ են քվեարկել Հայաստան խմբակցության падգամավորներով, որովհետև շատ հարցեր կան, որոնց պատասխանները ակնկալում ենք ստանալ։ Գլխավոր շտաբի պետի տեղակալի մասնակցությամբ շուրջ 2 ժամանոց աշխատանքային քննարկում ենք ունեցել, շատ հարցեր տրվել են, պատասխաններ ստացել ենք եւ իրոք կարեւոր ներդրում է սերժանտական ինստիտուտը, բայց պետք է հանրապետության ասել, որ դեռ 2008 թվականից արդեն աշխատանքներ ծավալվել են, ինչքանով լավ, ինչքանով վատ, միշտ էլ զարգացման մեջ է կարևոր։ Ասեմ, որ առաջին ընթերցումից հետո նաև շատ արձագանքներ են ստացել նույն զինված ուժերից, նույն սերժանտական համակարգից, կան մտահոգություններ, որ որքանով է արդար լինելու, որքանով հին սերժանտական ինստիտուտի զինծառայողները, որոնք դժվարին պայմաններում են իրենց ծառայությունն իրականացնում, կընդգրկվեն, կներառվեն այս համակարգի մեջ, ուշադրությամբ հետևելու ենք այս գործընթացին։ Նորից ուզում եմ վերահաստատել ատեստացիայի հարցը։ Նայեք, օրերս Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի միջոցառման է դիմացը զինվոր էր կանգնում, զինծառայող։ Երիտասարդ տղա էր, հարցնում եմ հայրենաց պաշտպան ծրագրով է։ Ժամանակակից հրետանային համակարգի վրա է ծառայում։ Իր մասնագիտությունը փայլուն գիտի։ Ասեմ, ատեստացիա հանձնելս, ասում չէ, պարոն Մանուկյան, սրտի պրոբլեմ ունեմ, ֆիզոն չեմ անցել։ Եվ 100,000-ներ են այդ առաջնագծում մարտական հերթապահություն անցնող պայմանագրայինների մեծ մասը այդ ատեստացիայի հետ կապված պրոբլեմ ունի, իրականում պրոբլեմ ունի եւ շատ հաճախ մեկ էլ արձանագրում ես, որ ատեստացիան դարձել է ավելի բարձրացության սպայական կազմի, այսպես ասեմ, անցողիկ շեմա հաղթարելու գործիք, բայց ներքևում մեծ մասը, որոնք շատ դժվարին պայմաններում են այսօր ծառայություն իրականացնում, եք Վարդենից եմ գալիս, գնացել ենք падգամավորներով, մեծ մասը այդ տղեկի պայմանագրային զինծառայողներ են։ Բայց այդ ատեստացիայի խնդիրը հիմա նույնը վերաբերում է այստեղ։ Տեսեք, որտեղ սերժանտական ինստիտուտը Պաշտպանության նախարարությունի հետ շատ կարևորում է, իրոք կարևորում է եւ պարոն Երոյանը շատ մանրամասն նկարագրեց այդ համակարգը։ Այսինքն դրանից հետո ինչքան էլ բարձր է, եթե ատեստացիայի ենք դնում, դրանից հետո էլ ինչ պետք է այդ սերժանտը ավելի պատրաստված լինի, որ պետությունն ասում է, իշխանությունն ասում է, ատեստացիա կանես, նոր դրանից հետո կարող աշխատավարձ բարձրացնենք։ Միանգամից բարձրացնենք, որտեղ իրականում ատեստացիայի ինստիտուտը ինչն է խնդիրը, զինվոր բանակ եւ հրամանատար այդ հարաբերություններում կարևորագույն, այսինքն ծնողի նման բանա բանակում դառնալու։ Եթե ծնողի նման ենք պատկերացնում, ուրեմն վերաբերվում ենք որպես ծնող։ Միանգամից բարձրացնենք, միանգամից ատեստացիայի փուլը հանենք մեջից, որտեղ ամիսներով ինքը դասընթացի է մասնակցում։ Մենք կողմ ենք քվեարկելու։